Ողջույն, այսօր խոսելու ենք մակարդակների եւ ինդիկատորների մասին։ Ուզում եմ ասեմ, որ ինդիկատորները միտեղ, եթե ոչ այդքան կարևոր, բայց մակարդակները ամենակարևորն են, որ պետք է դուք իմանաք։ Եթե դուք սովորել եք, օրինակ, smart money կոնցեպտ ու ձեր smart money ստրատեգիաները չի աշխատում, հեսա դուք կհասկանաք բանը ինչու՞ն է։ Ձեր սխալը կայանում է նրանում, ոչ թե դուք ճիշտ չեք կիրառում ձեր smart money ստրատեգիաները, այլ ուղղակի կատարում եք այնտեղ, որտեղ չկա ինչ-որ լուրջ մակարդակ կամ ինչ-որ գնային լուրջ շարժ, limit order, չգիտեմ, մանիպուլյացիա եւ այլն։ Դուք ուղղակի բացում եք գրաֆիկական պատկերը, նշում եք կոնկրետ ինչ-որ order բլոկներ, fair value gap-եր եւ այլն, բայց չեք հիմնավորում ձեր մուտքը։ Այսինքն չի կարելի զոտ բացել գրաֆիկան, նայել որ ունենք այստեղ օրինակ order block ու մուտք գործել այդտեղ։ Ինչի համար եք այդտեղ մուտք գործում, եթե չկա ինչ-որ հիմք։ Իսկ հիմքը դա հանդիսանում է օրինակ մակարդակը։ Ինչ է կատարվել այդտեղ կամ ինչ կարող է կատարվել այդտեղ։ Նոր այդ ժամանակ եթե մակարդակն ու smart money ճապոնական մոմերի փաթերները համատեղում եք իրար հետ, ստանում եք 80-ից 90%-անոց գործարք։ Անցած տեսանյութերում ցույց տվեցի իմ գործարքները երկու, տեսակ երեկվա գործարքը ստոպը բռնեց -$100, ասեմ որ նորմալ է, ստոպեր լինելու են, ասեմ ավելին, ստոպերը ավելի շատ են լինելու, քան ճիշտ կատարած գործարքները, բայց եթե ճիշտ risk reward հետևենք, ապա ունենալու ենք 100 կորուստ եւ 300, 250, 500, 600 շահույթ։ Այսինքն պետք է լինի կորուստ ու շահույթ, կորուստ, շահույթ։ Իսկ վերջում արդեն հաշվարկից հետո, օրինակ ամսական կամ շաբաթական անալիզից հետո հասկանալու եք, եթե ճիշտ կիրառեք risk management-ը, հասկանալու եք, որ մաթեմատիկական հաշվարկը ձեր օգտին է։ Այսինքն դուք շահել եք ավելի շատ, քան կորցրել եք։ Օրինակ 3 չանցած օրը կատարելով գործարքը շահեցինք $250, եթե չեմ սխալվում, իսկ 3 կորցրել ենք 100, հիմա պլյուս 150 ենք։ Իսկ եթե 2 շաբթի, 3 շաբթի շուկաները բացելուց հետո կատարվի եւս մեկ գործարք ու եւս մի անգամ $100 կորցնեմ, ես դեռ $50 պլյուս է։ Հասկանում եք, այսինքն այդ է risk management-ը, որի մասին խոսանք հետո։ Հիմա այսօր ամենակարևոր դասն է։ Ամենակարևոր, եթե դուք մակարդակները չյուրացնեք, ձեր բոլոր գործարքները, բոլոր ես կասեի, մեծամասնությունը լինելու է մինուսով։ Դե ինչ, մի քիչ տանջվել եմ այս նկարները նկարելու վրա, մոտ մի կես ժամ տևեց, ինչի, որովհետև արդեն ասել եմ, Paint-ով առաջին անգամ օգտագործում եմ առաջին անգամ Paint-ը, ինչ որ միշտ նկարել եմ, դրա համար մի քիչ այս գործիքները տիրապետել իմ համար դժվար էր։ Խոսանք մակարդակներից։ Ինչ ենք տեսնում առաջին մակարդակի մեջ։ Տեսնում ենք, որ գինը բարձրացել է, կպել է այստեղ ու իջել է։ Այսինքն մակարդակը ստեղծել է այս մոմը։ Ստեղ կարա լինի, օրինակ, չգիտեմ, գինը պատկերացրեք դուք Ethereum եք տրեյդանում $2000։ $2000-ը, օրինակ այստեղ գրեմ, 2000-ը դեմրեք, այսպես չի գրում։ Հասնում չէ, չեմ օգտվել, չգիտեմ։ Так, ուրեմն էսի բալոն չի գնա, մեզի պետք չի, երևի թե սա է։ Փոքրացնենք 2000։ 2000-ի դեպքում այս մակարդակը ավելի է ուժեղանում։ Ինչի, որովհետև ինքը կլոր գինը, այսինքն հոգեբանորեն մարդիկ իրենց պոզիցիան բացելուց, օրինակ ասում են, եկենք կլոր 2000-ի վրա պոզիցիա բացենք, ստոպը դնենք օրինակ 2100-ի վրա, այստեղ 2100-ի վրա ու պրոֆիտը ասենք 1900-ի վրա, օրինակ, հասկացաք, այդ դրա համար է կլոր թիվը միշտ կարևոր լինում, հոգեբանորեն շատ մարդիկ իրենց գները դնելու են հենց կլոր թվի վրա։ Սա կոչվում է, որ գինը այս մոմը ջարդել է ու իջել է ներքև, ստեղծելով այսպիսի մակարդակ։ Հիմա երկրորդ պատկերը, ինչ ենք տեսնում երկրորդ պատկերի մեջ։ Գինը բարձրացել է, հասել է ինչ-որ մակարդակի ու չի կարողացել ջարդի, նայեք, ասենք բացվել է այստեղ ու փակվել է այստեղ։ Այսինքն եթե սա օրական մոմ է, որը որ կարևոր է, մակարդակները հիմնականում գծվել են orakanով։ Գինը չի կարողացել փակվի մակարդակից վերև, ինչը խոսում է այն մասին, որ սա շատ ուժեղ մակարդակ է, շատ ուժեղ, այսինքն այստեղ լուրջ փողեր է դրված, այսինքն վաճառքի վրա, short պոզիցիայի վրա, եւ գնորդները չեն կարողացել այս ամեն ինչը վերցնել, գինը իջել է ներքև։ Ինձ թվում է հասկանալի է այդքանը։ Սա ես կանվանեմ limit մակարդակ, limit order-ների մակարդակ։ Օրդերների մասին էլ հետո խոսանք, ինչ է limit order-ը։
Լիմիտը դա այն է, որ դուք պոզիցիա եք բացում կոնկրետ ինչ-որ մի գնով, այսինքն այստեղ մարդիկ բացել են ինչ-որ մի գնով պոզիցիա, մի վարքյան, ահա, օրինակ հաշվենք բիտքոին, 100,000, 100,000, պատկերացրեք մոտ, չգիտեմ, ասենք 1 միլիոն մարդ 100,000-ի վրա վաճառք է կատարում բիտքոինի վրա, պատկերացնում եք դա ինչ ահռելի գումար է, այդքան մարդ, այդքան գումարով շորտ պոզիցիա է բացում բիտքոինի վրա, ինչ է կատարում այստեղ, գնորդները, որոնք մի որոշ ժամանակ, ասենք մի շաբաթ կամ մի ամիս գնում են ու հասնում են այս մակարդակին, փորձում են 100,000-անոց մակարդակը ջարդեն, բայց չի ստացվում, օր 1, օր 2-րդ, օր 3-րդ, օր 4-րդ, կարա լինի 10 օր, կարա լինի 3 օր, սկսած 3-ից, պատկերացնում եք 4 օր իրանք չեն կարողացել այս մակարդակը ջարդեն, սա արդեն նշան է այն մասին, որ այստեղ գտնվում են մեծ քանակի լիմիտ օրդերներ, կամ ինչ-որ մի հոգի, ասենք բանկ, որը լուրջ գնով շորտ է անում այստեղից, դա խոսում է այն մասին, որ չեն կարողանալու այս գինը ջարդեն, այդ ժամանակ այստեղից, նայեք ոչ թե այստեղից, այստեղից շորտ պոզիցիա պետք է բացեք, հասկացաք, նորից եմ կրկնում, ոչ թե ստեղից, մեջտեղից, չէ, պատկերացրեցիք սա range է, ոնց են вообще շարժվում գները, եթե կուրսի չեք, մի հատ փորձեմ ստե նկարեմ, գները կամ այսպես են շարժվում, այսինքն կարեկցիայով, կամ էլ այսպես, հասկացաք, յուրաքանչյուր գործիք, դա լինի բիտքոին, լինի նավթ, ոսկի, ինդեքս, բարձրանալուց պետք է իրան ժամանակ հանգստանալու համար, այսինքն ինչպես և խոսացել ենք անցած տեսանյութերում, գինը բարձրանալուց որոշները ֆիքսում են այստեղ իրենց շահույթը, իսկ որոշները շորտ պոզիցիա են բացում, որը իջացնում է գինը, ու այստեղ կրկին long պոզիցիա բացողները, որոնք այստեղ չեն հասցրել բացեն, բացում են այստեղ, ու գինը բարձրանում է, նույն պրինցիպով իջնում է, բարձրանում է, իսկ սա range-ն է, սա հիմնականում անում են կռուպնի մեծ խաղացողները, այսինքն գինը բարձրացավ, իրան պետք է հանգիստ, այստեղ range-ը, իրանք այստեղ ու այստեղ լիմիտ օրդեր են դնում, ու երբ որ գինը մի քանի անգամ հպվում է, այստեղից լիմիտ օրդերը հանում են ու այստեղ պահում են լիմիտ օրդերը, որպեսզի գինը չի ներքև, չեն թողում գինը չի ներքև, ու ինքը բարձրանում է կրկին վերև, հենց այսի, եթե դուք ինտերնետով տեսել եք, ինքը նշանակում է pattern դրոշ, այսպես է, ու տեսել եք հիմնականում, որ ասում են դրոշից հետո բարձրանում է վերև, դա հին տեխնիկական անալիզ է, դասական տեխնիկական անալիզ, ամեն անգամ չի, որ դրոշից հետո բարձրանում է, դրոշը պետք է իր մեջ պարունակի հիմք, այս է հիմքը, սա հիմքը հանդիսանում, նայեք երկրորդ դրոշն է աշխատում, երրորդ դրոշն է աշխատում, բայց եթե դուք տեսնեք, որ օրինակ գինը նորից գտնվում է ինչ-որ range-ի մեջ, ու դուք այստեղ ասեք, հա, այսի դրոշը տեսա բարձրանում է վերև, ոչ, այստեղ կա մակարդակ, որը որ չեն թողում, որ ջարդի վերև, դուք հավանաբար տենալու եք կեղծ ջարդ ու իջնելու է ներքև, ու ասել եք ինչի դրոշը չաշխատեց, այդ դրա համար դրոշը չաշխատեց, նույն ձևով էլ չեն աշխատում ձեր order բլոկներն ու fair value gap-երը, ինձ թվում է հասկացանք, մի վարքյան, լավ էս թողենք, սա limit order, limit մակարդակն է, սա կեղծ ջարդն է, ինչ է կատարվում այստեղ, գինը բարձրանում է վերև ու ջարդում է մակարդակը ջարդելով բացվում է, փակվում է այստեղ, օրը փակվեց, հաջորդ օրը խաղացողները տեսնելով այս պատկերը, long պոզիցիա բացողները ասում են, ահա, օրը բարձրացավ մակարդակից վերև, ուրեմն պետք է այստեղ long անենք, բայց ոչ, սա կեղծ էր, մանիպուլյացիա, ինչպես որ ձեզ ասում են, շատ եք լսել, սա հենց այդ մանիպուլյացիան է, այստեղ գնելով ու այստեղ stop դնելով, այս մոմերը ջարդում են այս սաղ ստոպերը ու վերցնում են, սա կեղծ ջարդն է, ինչից է առաջանում կեղծ ջարդը, շատ դեպքերում, կեղծ ջարդը լինում է այն ժամանակ, երբ որ մեծ մոմեր են գնում դեպի մակարդակ, պատկերացնենք էսի մակարդակ ու էսի մակարդակ, հիմա այսպիսի մոմերից հետո, այսպիսի մեծ, կամ լինելու է կեղծ ջարդ, այսպես, կամ խփելու է այստեղ ու իջնի ներքև, ինչի, որովհետև կոնկրետ այս երկու մոմերը, սա արհեստական աճեցրած գներ են, ինչ որ մեկը, պատկերացրեք, չգիտեմ,
կենտրոնում իր տունը վաճառել է ու ընդհանրապես չգիտի ինչա տրեյդինգն ու ինչա բիրժան։ Ուղղակի լսել է իր ընկերներից, որ կարելի է գնել արժեթուղթ, բարձրանալուն պես վաճառել ու ստանալ շահույթ։ Ու ինքը առանց հասկանալու այստեղ գնել է, լուրջ շարժ առաջացնելով բիրժայի մեջ։ Կամ հակառակը, սա մեծ խաղացողի մանիպուլյացիան ա եղել այստեղ, որպեսզի շատ մարդիկ ամբողջը այստեղ լոնգ պոզիցիա բացի ու սա լոնգ ամբողջի բացած լոնգ պոզիցիաներն է, այսինքն լուրջ խաղացողը այստեղ եղանակ չի փոխվել։ Ու երբ որ գինը հասել է այս մակարդակին, այդ մարդը շատ շուտ այնց արդեն լիմիտ օրդեր ա դրել, որ չջարդի ու գինը իջել է ներքև։ Բայց եթե ունենք մակարդակ ու գինը մոտենում է այսպես փոքր մոմերով, սա նշան է, որ ջարդ ա լինելու։ Ջարդ։ Ինչի՞, որովհետև նախ առաջինը ստեղ լինում են լիմիտ օրդերներ ու մեկ երկրորդ մոմը վերցնելուց հետո 90%-անոց համոզմունք է տալիս, որ հաջորդ մոմը բարձրանալու է վերև։ Երրորդը, այստեղ կատարվում է ամենօրյա գնումներ, այսինքն ամեն օր արժեթուղթը գին է փոխում, իր գինը բարձրացնում է, թանկացնում է։ Պատկերացրեք, դուք մտնում եք շուկա ու գնում եք, չգիտեմ, 1000 դրամով պամիդոր։ Ու հաջորդ օրը գնում եք ու տեսնում եք դարձել է 1500, բայց դուք կրկին գնում եք։ Հաջորդ օրը դառնում է 2000 ու դուք կրկին գնում եք։ Հասկացաք, այսինքն ստեղ արդեն անհրաժեշտություն ա լինում։ Այդպես է, չէ՞, առևտրի մեջ առաջ պահանջարկը ծնում է առաջարկ։ Հիմա պահանջարկ կա, օրինակ բիթքոյնի։ Ու արդեն մարդիկ թքած ունեն նրա վրա, գինը շատ բարձր է, թե շատ ցածր է, իրենք գնում են, պահանջարկ կա, որովհետև չգիտեմ, Տրամպը հելել ասել է գնեք բիթքոյն, Իլոն Մասկը հելել ասել է ես բիթքոյն եմ գնում, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մնացածներ գնեն։ Ու այդ ժամանակ արդեն մարդիկ մտնում են բիթքոյն են գնում, որովհետև լուրջ մարդիկ խոսացել են դրանց մասին ու ասել են, որ մենք գնում ենք։ Այդ ժամանակ արդեն գինը ջարդում է մակարդակը, բայց եթե մեծ մոմերով է գնում, առաջացնում է այսպիսի կեղծ ջարդ։ Սա ռուսները ասում են зеркальный уровень, high-line ինքը բանա տալիս, ֆունկցիա իրանից ներկայացնում, ինչը այստեղ կատարվում։ Գինը բարձրանում է վերև, ունենք հարված, ջարդում է այն, ռետեստ է կատարում դեպի ներքև ու հպվում է այստեղ։ Եթե այս երկու գները համապատասխանում են իրար, այսինքն եթե երկուսն էլ օրինակ 100.20 $-են, թե էսի, սա նշանակում է նրան մասին, որ շուկան արդեն վաճառողից փոխվում է գնորդի։ Պատկերացրեցիք, եթե մարդիկ այստեղ մտածում են, որ պետք է վաճառել, հիմա տեսնում են, որ դիմադրության մակարդակը դարձել է աջակցության մակարդակ, այսինքն սա խոսում է նրա մասին, որ ժամանակն է գնելու։ Սա շատ ժամանակ խոսում է այն մասին, որ մեծ խաղացողը իր լիմիտ օրդերը հանել է այս մակարդակից ու արդեն ինքը ազդեցություն չի գործում շուկայի վրա։ Ազդեցություն արդեն գործում են փոքր տրեյդերները կամ ինչ որ բիզնեսմեններ, ովքեր այդքան էլ մեծ գումարներ չեն դնում գործի մեջ։ Ինձ թվում է, էս էլ էր հասկանալի։ Հաջորդ մոմը, սա մեծ մոմի, հաջորդ մակարդակը, սա մեծ մոմի մակարդակն է։ Սա շատ կարևոր մակարդակ է, որը մարդիկ ցավոք սրտի ուշադրություն չեն դարձնում։ Հիմա պատկերացրեք այսպիսի մի պատկեր։ Շուկան բարձրանում ու այսինքն մեծ մոմ։ Ու հաջորդիվ սրանք։ Հիմա ինչ է իրենից ներկայացնում այս մոմը։ Հենց է եւ թե սենց մակարդակը ցենք, չգիտեմ, ժողովուրդ գեղեցիկ եմ գծում։ Երեք էլի մեկնաբանություններում երկու բան пассив եք։ Այս մեծ մոմը ստեղծել է մակարդակ դիմադրության ու աջակցության։ Այստեղ շատերդ մտածում եք, որ սա fair value gap է, ով smart money-ը սովոր է ու կիրառում է, դա իրանց համար է։ Ու մտածում եք, որ հեսա գինը փոխվելով այստեղ պետքա բարձրանա վերև։ Բայց չէ, չի կատարվում, ինչի, որովհետև ինչի չի կատարվում, որովհետև այս մոմը բարձվում է, ստեղծել է range ու տրեյդերներին գցում է իր ծուղակը։ Գինը կեղծ ջարդ է կատարում ու կրկին վերադառնում է իր մակարդակներին։ Հենց այս պատճառով էլ ձեր fair value gap-երը չեն աշխատում։ Սա մեծ մոմի մակարդակն է։ Մեծ մոմը, որն է մեծ մոմը։ Աչքաչափով թեկուզ եթե տեսնում եք,
ատերների մասին ենք խոսալու հետո, մեծ մոմը նշանակում է, որ իր ատերից բարձր է, այսինքն եթե Bitcoin-ը օրական շարժվում է 1.5%, ու այս մոմը 1.5% է, էսի խոսքի 1.6, 1.8, 1.5, 1.5, 1.4, էսի իրենց ներկայացնում է օրինակ 4%-անց մոմ։ Այս 4%-անց մոմին դուք ուշադրություն դարձեք, այստեղ ինչ որ կարևոր բան է տեղի ունեցել, շատ կարևոր բան։ Ու եթե տեսնում եք, այս մեծ մոմը գալի հպվում է, մի վարքյան, այսպիսի մեծ մոմը գալի ու հպվում է պատմական մակարդակի, ռուսները ասում են исторический уровень, այսինքն պատկերացրեք, սա 2024 թվականի մոմը, այս հարվածը, իսկ սա 2026։ Ինչ է սա նշանակում։ Գինը 2 տարի հետո վերադարձել է իր առաջվա գնին, այստեղ դուք պատկերացնում եք քանի միլիարդի, եթե ոչ տրիլիոնի լիմիտ օրդերներ ալնելու։ Ինքը առաջին անգամ չի ջարդելու, հետա գնալու։ Իսկ դուք այստեղ տեսնում եք fair value gap, իսկ ինքը խփելուն պես իջնում է ներքև, ձեր fair value gap-ը չի գործում, հասկացաք։ Այդտեղ է կատարվում ամբողջ ծուղակը, որ մարդիկ սովորում են միայն smart money, իսկ իրանք գիտեն, որ հիմա շատերը սովորում են smart money ու թքած ունեն մակարդակների վրա, մնացած նյուանսների վրա, ու այդ ժամանակ արդեն մարդիկ այդ կռուպնի խաղացողները, որ լսել եք, որ ասում են մանիպուլյացիա, հենց այդտեղ էլ կատարվում է ամբողջ մանիպուլյացիան։ Իրանք գիտեն որտեղ եք դուք մտնելու, ինչ հիմքերի վրա եք մտնելու, ու հենց այդտեղ բռնում են ձեր ստոպերը։ Դուրս գանք։ Հիմա այս ամեն ինչը իրական գրաֆիկայի վրա, ձեր սիրելի Bitcoin-ը։ Ես ճիշտ է Bitcoin բան ձգտում եմ trade չանեմ, տեսել եք երևի նավթ, ոսկի եւ այլն, ամեն ինչ բացի կրիպտո, altcoin-ների մասին ժողովուրդ ընդհանրապես չեմ խոսում։ Ինձնից ձեզ խորհուրդ, altcoin-ներ trade մի արեք։ Ընդհանրապես ես Bitcoin-ին էլ եմ դեմ, քանի որ եթե նայեք Bitcoin-ը տենց իրանից այստեղ, ասենք չէ, այստեղ մեծ շարժ է, ոսկի նայեք, այստեղ 2%, 1.5, 2, այսքան օր ինքը 1.5-2% շարժ արի, այսինքն Bitcoin-ը ավելի շուտ ինքը trade-ի համար չի, էսի ներդրումների ու ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց ոչ թե trade-ի համար, բայց altcoin-ների մասին ժողովուրդ խնդրում եմ բարձր չտակ, որ coin-ը պետքա բարձրանա կամ ինչ, դրանք սա փուչիկներ են, լուրջ trade-ով զբաղվեք։ Հիմա խոսենք մակարդակներից, սա մի վարքյան կներեք, ուզում եմ նկարներով էլի դες ցույց տամ, paint-ով ջնջեցի ուղղակի։ Սա հենց առաջին մակարդակն է, որի մասին խոսում ենք, այս։ Ինչի ես այստեղից չեմ վերցրել մակարդակը։ Նայեք, ինքը շատ լուրջ մոմ է։ Ինչ է արել։ Եթե մակարդակը վերցնենք այստեղից, այսինքն եթե այսքանը ջնջենք, այսքանը, չէ՞, ինչ է արել ինքը։ Այստեղ ինչ կկարևոր։ Ինքը այս մակարդակի մեջ եկել է վերցրել է ստոպերը ու իջել է ներքև, առաջացնելով մակարդակ։ Հասկացաք, դրա համար ես էսի հիմք վերցրել ու նայեք ինչ կարևոր մակարդակ է։ Սա իրանից նաև պարունակում է պատմական մակարդակ, որի մասին խոսում ենք։ Նայեք, հունվարի 11, 2024 թիվ։ Գինը օգոստոսին վերադարձել է նույն այս գնի սահմաններին։ Այսինքն օգոստոս, հունվար, մոտ 8 ամիս անց։ 8 ամիս անց գինը վերադարձել է այստեղ ու չի ջարդել։ Հասկացաք, այստեղ աշխատում է ձեր order բլոկը։ Տեսակ, աշխատել է, որովհետև ստեղ մակարդակ ունենք, ստեղ էլ մակարդակ ունենք, հասկացաք։ Հիմա երկրորդ մոմը, ինչի եմ ես նաև սա որպես մակարդակ վերցրել, որովհետև մի վարքյան։ Ինչպես եւ ասում էի, ընդրոշը գինը բարձրացել է, մտել է range-ի մեջ ու կրակել է վերև։ Ստե իմպուլս է եղել։ Կարևոր իմպուլս է եղել։ Նաև այստեղ է եղել, բայց էսի շատ ցածր գինը ինձ չի հետաքրքրել, դրա համար ես էսի եմ հիմք վերցրել։ Նայեք, այս մակարդակը շատ ճիշտ աշխատել է այստեղ։ Եկավ, կպավ, ստոպերը վերցրեց, բարձրացավ վերև։ Նույն պրինցիպով նաև վերցրել եմ այս մակարդակը, որը նայեք մեծ մոմի մակարդակն է։ Մեծ մոմ, ցել իր մակարդակը, եկավ կեղծ ջարդ, տեսնում եք, կեղծ ջարդ ու բարձրանում է վերև։ Այստեղ
Ինչի եմ ես այստեղ վերցրել, որովհետև ստեղ նաև կան այլ կեղծ ջարդեր պոչով։ Տեսակ, այս պոչը։ Ստոպը վերցրել։ Մարդիկ այստեղ մտածել են, որ ժամանակն է long պոզիցիա բացել են իրենց ստոպերը դնելով այստեղ։ Բայց նայեք այս մոմին։ Ինքը հաջորդ օրը իջել է դիտմում, վերցրել է այդ ստոպերին ու նոր բարձրացել է վերև։ Հիմա դուք նայում եք, ասում եք, լավ, դե 2-3 մոմը իրենց ինչ են ներկայացնում, չէ՞, բայց տեսեք, որ այս մակարդակից դեպի վերև 11% է, 11։ Ասեք, որ շատ տխուր պատկեր կներ, եթե դուք այստեղ պոզիցիա բացեիք, օրինակ ստոպը նշեիք այս մոմից ներքև, նայեք, շմոտիկացնեմ։ Այստեղ եք դնելու ձեր ստոպը ու կապնում է ձեր ստոպին։ Իսկ սա լուրջ ստոպ է, ինքը փոքր չի, սա օրական գրաֆիկա է, ժողովուրդ։ Ուզում եմ ուշադրություն դարձեք, նայեք, 1.4%, ինքը լուրջ ստոպ է։ Ինքը կապնելով ձեր ստոպին բարձրանում է վերև, ու դուք տեսնում եք, որ ընդամենը 1% կորցնելուց հետո բաց եք թողում 11% պոտենցիալ։ Դուք պատկերացնում եք դա ինչ մեծ ստրես է։ Վերևինը ինչ է այստեղ կատարվել։ Նույն ձևով կեղծ ջարդ։ Առաջինը պոչով, երկրորդը մարմնով, էսի մարմնով, էսի պոչով։ Բայց ես չեմ հիշում, ես այստեղ limit order-ի մակարդակ չեմ նշել։ Մեկ վայրկյան։ Սենց մեծացնեմ։ Ոնց որ թե չեմ նշել, հավանաբար չեմ գտել, բայց ինքը limit մակարդակը նույն կարելի է համարել նաև դրոշն է։ Ընդհանրապես ասում են, որ limit մակարդակները ավելի լավ է, որ գները համապատասխանեն իրար, այսինքն այս սրանք, ну, ասենք գիտեք ոնց է 86024, օրինակ երկրորդը լինի 86020, երրորդը 86040, գոնե իրար մոտիկ, տենց շատ հազվադեպ ալու, շատ հազվադեպ։ Նայեք, բայց 1, 2, 3, 4-րդ մոմից հետո կարելի է գլխի ընկնել, որ այստեղ ունենք limit order-ներ, ու ժամանակն է այստեղից short պոզիցիա բացել։ Հասկացաք։ Այս սրանում է կայանում մակարդակները։ Այսի եղել է շատ լուրջ մակարդակ, այս վերջում։ Սրա մասին նույնիսկ Գերչիկն է խոսացել, չգիտեմ Գերչիկի մասին հավանաբար լսել եք, Գերչիկը ասում էր, որ այն ջարդելուց հետո գինը բարձրանալու է վերև, ու բոլորս կարելի ասել վստահ ենք դրանում, որ գինը ջարդելուց հետո բարձրանալու է վերև։ Նայեք, գինը եկել է ռետեստար է, սա նույն պատմական գինը, որ ասում է մակարդակը։ Նայեք, ապրիլ, փետրվար 4-5 ամիս անց գինը վերադառնում է կրկին իր մակարդակի վրա, առաջին անգամ չի լինում ջարդ, հիշում եք չէ, որ այստեղ ասում է, որ այս երկուսն է նկարը, այստեղ ասում է չէ, որ ինչի fair value gap-ը կամ այլ ինչ որ pattern չի աշխատում, ինչի համար, որտեղ գինը հեռահար ռետեստ է, այսի նշանակում հեռահար ռետեստից հետո 90-95% դեպքում չի ջարդում մակարդակը, չի կարող, որտեղ այստեղ լուրջ limit order-ներ ալում դրած։ Հիմա այդ բանն է։ Գինը 5-6 ամիս հետո ռետեստ անում չի կարող ջարդի։ Նայեք, հարվածից հետո ինքը չի իջնում լրիվ ներքև։ Սա նշան կլներ, որ այստեղ շատ լուրջ limit order-ը դրած։ Չէ, ինքը հարվածից հետո դանդաղ իջնում է ու կրկին գալիս է այստեղ։ Ու արդեն չեմ էլ խոսում սրա մասին։ Ես նույնիսկ մտածում եի դաժե սրանից հետո է ջարդելու, բայց չէ։ Այսինքն երկրորդ ու երրորդ հարվածից հետո ինքը ջարդում է։ Ջարդում է հեչերիկ։ Եվ իջնում է այս մակարդակ, որը հենց խոսում է այս հայլային զերկալի մակարդակի մասին։ Տեսնում եք կպավ բարձրացավ, կպավ ու պետքա բարձրանար։ Սա օրական գրաֆիկան է, սա շատ լուրջ մակարդակ է անալիզ անելու համար։ Բայց կպնելուց հետո ես տեսա, որ գինը իջավ մի պա, եկավ այստեղ։ Շատերը ասում են, որ էսի ստոպը հավաքի, բայց չէ, ես հասկացա, որ ուղղակի Bitcoin-ը ուժ չունի, որպեսզի բարձրանա վերև։ Այստեղ կանգնացրել են կամ այստեղ չեն թողել այս զոնայից, որ բարձրանա։ Սա լուրջ զոնա է։ Նայենք 81000, 82000, հիմա գինը գտնվում է 74000-ի սահմաններում։ Տեսնում եք ինքը եկավ, ջարդեց ու ջարդելով իջնում է, կորեկցիա ու էլի ջարդելով իջնում է, էլի է իջնելու։ Իսկ այստեղ չի եղել այդ իմպուլսը։ Հասկացաք, եթե ինքը սրապես ջարդեր, ռետեստ ու բարձրանար, կարելի էր ասել, որ ինքը բարձրանալու է վեր, բայց չէ։ Ինքը ջարդել է, հիմա կորեկցիա արում ու իջնում է ներքև։ Ինձ թվում է մակարդակների պահով պարզ է։ Ժողովուրդ, ուզում եմ ասեմ, մակարդակները սենց հեշտ չի գծվում։ Ընդհանրապես հեշտ չի գծվում։ Մակարդակները ինձնից ձեզ խորհուրդ գծեք մինիմում մի ամիս, 2 ամիս, բացեք լյուբոյ գրաֆիկական պատկեր, օրինակ Ethereum, օրական,
Բացեցիք, մի քիչ հետ տվեք գրաֆիկան, բացեք սիմուլյատորը, նորն էլ էր, չէ, սիմուլյատորը լավ չէր աշխատում, վայցի, մի հատ էլ փորձենք սիմուլյատոր, ուր է այդ մկրատը, այստեղ ջարդեք, օրինակ, ասում եմ ջարդեք, կտրեք, հուսով եմ մոռացել եք ինչ էր կատարվում այնտեղ, ու գծեք, օրինակ այստեղ, սենց մի բան գծեք, մակարդակ, ու այստեղ, դե, աջակցության մակարդակը արդեն աշխատել է, հիմա կենտրոնացեք դիմադրության մակարդակի վրա ու միացեք, տեսեք ձեր դիմադրության մակարդակը ինչ ձև է աշխատում, բարձրացավ, չավ, հիշում եք, չէ, որ ասում է, եթե մեծ մոմերով է բարձրանում, ինքը հավանաբար ջարդ չի լինելու, իջնելու է ներքև, ու սենց փորձեք ձեր ստրատեգիաները, փորձեք այս ամեն ինչը նաև ձեր սովորած smart money-ի վրա կիրառել, հավանաբար տեսնելուց հետո ասելու եք, օ, ճիշտ է, այստեղ, ես օրինակ տեսել էի, չգիտեմ, օրինակ order block, այստեղ, ուխուսքի այդ order block-ը օրինակ չի աշխատի, ինչի չի աշխատի, կամ տեսել եմ fair value gap, ուխուսքի, այսի, ու այն չի աշխատի, ասենք բարձրացել է վերևի չի աշխատի, հենց սրա պատճառով էլ չի աշխատի, որովհետև դուք մակարդակներով այն չեք կիրառում, նայեք, սա range-ը, ու range-ի մեջ ես ինչպես որ նախկինում ասացի, պետք չի order block-ներ, ինչ որ doji-ներ եւ այլն օգտագործել, range-ը մնում range, եթե ինքը range-ի մեջ որ դուք աշխատում եք այս երկու range-երի արանքը, ոչ մի բան մի օգտագործեք, ինձ թվում է այսքանը հասկանալի էր, նորից եմ կրկնում, անընդհատ գծեք մակարդակներ, անընդհատ, մի ամիս, երկու ամիս, 3 ամիս անընդհատ գծեք մակարդակներ, միայն մակարդակներ, ուրիշ ոչ մի բան, ձեր ուշադրությունը դարձրեք միայն դրա վրա, այնքան գծեք, որ ձեր ձեռքը սովորի, աչքը սովորի, արդեն տեսնելուց ասեք, հա, այսի ծանոթ մակարդակ օրինակ, այս եմ ուզում, սրա հետ եմ ուզում աշխատեմ, ստեղ պետք է ինչ-որ պոզիցիա բացեմ եւ այլն եւ այլն։ Լինում է նաեւ մի ժամանոց մակարդակներ, 4 ժամ, մի ժամ, դա լոկալ մակարդակներն են։ Հիմա ձեր մոտ երևի հարց է ծագում, որ օրինակ հիմա գինը ջարդել է այս մակարդակը, ես ինչ պետք է անեմ ստեղ, ոչ չեմ սպասելու այսքան օր, մինչև գինը հասնի ստեղ, ճիշտ եք, եթե դուք day trading-ով եք ուզում զբաղվեք, պետք է գծեք նաև մի ժամանոց մոմեր, օրինակ այստեղ, ցանկալի է, որ սրանք ուրիշ գույնով լինեն, օրինակ օրականը կապույտ կամ կարմիր, ժամանոցը սև, որպեսզի չխառնեք իրար, trade անելուց հիշեք, որ ժամանոցը դա լոկալ մակարդակ է, ինքը շատ ուժեղ մակարդակ չի, տեսեք, մակարդակ, գինը եկավ, չկարողացավ ջարդի, բարձրացավ վերև, որոշ ժամանակ անց եկավ կպավ, էլի չկարողացավ ջարդի, երրորդ ժամը ջարդում է, ինչ եք անում այստեղ արդեն բացվում է ձեր պոզիցիաները, նայեք, short պոզիցիա, շատ մարդիկ բացել են, դրել են որտեղ, այս պատկերը տեսնելուց, բարձա, այստեղ, ու բռնում է ստոպը, տեսեք, ստոպը բռնեց, բայց ոչինչ, սա դեռ չի նշանակում, դուք կորցրել եք ձեր պոզիցիան, ջարդեց, երկրորդ անգամ եք այստեղ դնում, պատկերացրեցիք, արդեն պաշտպանված ստոպ, սրա վերևը, դուք կորցնում եք այստեղ 0.3%, երկրորդ անգամ մտնում եք, դնում եք 0.4% ու օրինակ շահում եք 1.6%, մեկը 4-ի գործարք, ինչ վատ է, շատ լավ է, սա մի ժամանոց մակարդակների մասին, հիմա խոսենք ինդիկատորների մասին, ինդիկատորներից ես օգտվում եմ սեսիաներից, ինդեքս относительной силы, если RSI-ն է, объем, volume, ոնց ուզում եք ասեք, մեկը скользящее среднее, если M-ն է, այսինքն էսի ավելի շատ օգտագործվում է M-ն ներդրումների համար, ես այն օգտագործում եմ գլոբալ մեծ անալիզ անելու համար։ Հեսա կհասկանաք ինչու։ Հիմա բացեմ ուրիշ Bitcoin-ի գրաֆիկա, որպես ես մակարդակները ձեզ չխառնի իրար։ M-ն օգտագործում ենք օրականի, շաբաթականի վրա։ Մտնում եք настройки-ը այստեղ։ Սա անջատել ու միացնելու ինդիկատորի կնոպկին է։ Այստեղ ջնջվում է, կրկին մտնում եք, բացում եք։ Այսին настройки-ն է։ Настройки-ն բացելուց հետո դլինան 9-ից նշում եք 200։ Ինքը 200 օրվա գինն է ցույց տալի միջին, այսինքն փակման ու բացման։ Ու տեսեք ինչ ճիշտ է աշխատում։ Հիմա պատկերացրեք դուք ուզում եք զբաղվեք ներդրումներով։ Ոնց ինչ է իրենց ներկայացնում այս ստրատեգիան։ Ինդիկատորը ասում է, երբ ես գտնվում եմ այս գծից ներքև,
մի գնեք ինձ, մի գնեք, բայց լինում են նաև ծուղակներ, ինչպիսին է սա, այսինքն գինը բարձրացավ, մարդիկ գնեցին ու իջավ ներքև, հասկացաք, այս ամեն ինչը կրկին պետք է համատեղել էլի մակարդակների հետ, հիմա բայց նայեք ինչքանով է սա աշխատում, գինը գտնում է գծից ներքև ու այստեղ մարդիկ չեն գնում, գնում են այստեղ, ու տեսեք գնելուց հետո ոնց է բարձրանում, հասկացաք, նայեք, հիմա գալիս է պա, իջնում է ներքև, այստեղ մարդիկ վաճառում են, շատերը կասեն, հա լավ կարող է սա էլ կեղծ ջարդ, կարող է, բայց նայեք որ բարձրացավ կրկին իջավ, դուք կարեք այս էմոցիան շուրջ, չգիտեմ, ասենք քանի օր ասте 73 բառ, 73 օր, 2 ամսից ավել դիմանաք այս կորուստները, իհարկե ոչ, դրա համար ամենաճիշտը այստեղ վաճառելն է, այստեղ գնելը, այստեղ վաճառելը, այստեղ գնելը, բայց սա ասում եմ գլոբալ անալիզի ու ներդրումների համար, ես սա օգտագործում եմ անալիզի համար, հիմա բիտքոինը գտնվում է սրանից ներքև, ինչը ասում է նրա մասին, որ ես դեռ չեմ գնի, սա այն մակարդակն է որական, որի մասին խոսում էի, նայեք, գինը եկավ, կպավ, երկրորդ հարվածը բարձրացավ, բայց կեղծ ջարդ կատարվեց այստեղ, ինքը MA-ից չանցավ վերև, չփակվեց վերևը, իջավ ներքև, հիմա հասկացաք, երբ որ մակարդակը, ինդիկատորը բոլորը համատեղում եք իրար հետ, ինչ գեղեցիկ պատկեր է ստացվում, ձեզնից երևի շատերը, չգիտեմ, օրինակ, այստեղ շատ փոքր fair value gap էին տեսել ու կիրառել էին, եկավ ստոպը բռնեց, ինչի բռնեց, որտեվ այստեղ կա մակարդակ, ինքը կատարել է կեղծ ջարդ, կատարել է MA-ից չի կարողացել անցնի վերև, իջել է ներքև, պատկերացրեցիք, եթե մի քանի բան օգտագործում եք իրար հետ, ձեր ստրատեգիան աշխատում է, հիմա RSI-ը, RSI-ը ցույց է տալիս շուկան գերգնված է թե գերվաճառված, ու ինքը շատ մեծ, այսպես ասած, լայվ խակ ունի, դիվերգենցիա է նշանակում, հեսա ցույց կտամ այդ ինչը, նախ փոխենք նաստրոյկաները, որպեսզի ավելի աճի լինի, ստիլ, так, այստեղ, այսի ձեզի պետք չի, այստեղ պետք է save, ու դրանք էլի եթե պետք չի, մեկ վարքյան, չէ, այսի պետք է, այսի մեջ տեղն է, այդքան էլ պետք չի, դե լավ, այսի զուտ որ ֆոնը գեղեցիկ լինի, հիմա դիվերգենցիան ինչ է իրենից ներկայացնում, նայեք, ուրեմն, երբ որ, նայեք ես պիկերին, պիկը ցույց է տալիս, որ կարող է գինը իջնել ներքև, ու տենց էլ ստացվեց, նայեք, գրաֆիկական պատկերի մեջ, պիկերը այսօրվա, մեկ էլ այսօրվա, ցույց է տալիս բարձրացող տրենդ, իսկ RSI-ի մեջ ցույց է տալիս իջնող տրենդ, սա ոչ թե 100%-անոց կամ թեկուզ 80-90%-անոց ինչ, սա լայվ խակ է, ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, լայվ խակ է, այսինքն ինչ որ ֆիշկա է, դուք էսի տենում եք ու սա ձեզ կարող է հուշել, որ գինը իջնելու է ներքև, տեսեք իջնում է ներքև, ուրիշ, այստեղ, ինչ ունենք, իջնում է, սա գտնվում է այստեղ, նայեք, ես էլ իր հետ իջնում, ինչ է կատարում դրանից հետո, ինքը գտնվում է ռեյնջի մեջ ու բարձրանում է վեր, բայց նայեք ժողովուրդ ջան, շատերի մոտ սխալ է լինում, էսի դիվերգենցիա չի, դիվերգենցիան պետք է լինի գերվաճառված կամ գերգնված, հասկացաք, այսինքն այս երկուսը պետք է դուրս գան այս զոնայից, օրինակ այստեղ, նրանք աշխատում է թե չէ, ունենք բարձրացող դիվերգենցիա, ստեղ նույնպես բարձրացող, ու տեսնենք ինչքան է գինը իջնում, 11%, 11%, պատկերացնում եք սա ինչ լավ հնարավորություն է մի քանի օրվա մեջ մի քանի հատ շորթ անել ու գումար աշխատել, սա իջնում է ներքև, բարձրանում է վերև, ինչքան իջավ, 93%, բայց նայեք, սխալ է օգտագործել այսա, հասկացաք, հա, ինքը իջնում է, բայց սա պատահականություն է, սա 90%-ով չի իջնելու, օրինակ այստեղ, այսա ու սա, ինքը շարունակում է բարձրանալ, ինչ որտեղ էսի դիվերգենցիա չի, այս ներսը չօգտագործեք, այս սրանք
օգտագործեք միայն դուրս եկած պիկերը, ցանկալի է այս գույնի, սրանք ընդհանրապես շատ ուժեղ դիվերգենցիաներ է, մնացածը չօգտագործեք։ Սա RSI մասով, մեկ էլ MI մասով, հիմա M-ան դիվերգենցիան ջնջում ենք, անցնում ենք հաջորդին, volume, ես հիմնականը միայն օգտագործում եմ կարելի ասած volume-ը, շատ կարևոր գործիք է այսի։ Ինչի, ինչ է այսի ցույց տալիս, ցույց է տալիս շուկան ինչ վիճակում է, այսինքն դուք այս կանաչին ու կարմիրին մի նայեք, հիմնականը նայեք ինչքան բարձր են, եթե բարձր, ուրեմն այդտեղ լուրջ կապիտալ է մտնում, շատ լուրջ։ Հիմա նայեք։ Ինչ եղավ։ Այսինքն մի բան պատկերացնենք։ Ես խիչի թողում։ Հիմա այսպեսի մի բան պատկերացնենք։ Ունենք մակարդակ։ Այսքանը չկա։ Ինչի չկա, որովհետև դեռ օրը չի բացվել։ Հա, մենք կտրե անել ենք, բայց օրը դեռ չի բացվել։ Հա, Ժորժ ջան, volume օգտագործելուց անպայման сбросить состояние графика հետ տվեք, որովհետև ինչքան մոտիկացնենք, իրանք հավասարվում են ու ձեզ շեղելու են։ Сбросить հետ տվեք։ Ինչ ենք հիմա տեսնում այստեղ։ Ունենք մակարդակ, գինը գալիս է։ Առաջին հարված, երկրորդը, նայեք, ինքը բարձր, կարելի ասած մոմ է։ Ինքը ծավալն է ցույց տալիս, այսինքն նայեք, այստեղ շատ լուրջ շարժ է ելել։ Մարդիկ massայական գնել են, բայց չեն կարողացել էսի ջարդեն։ Հասկացաք, նայեք, այստեղ շարժ չկա, նայեք, շաբաթօր, կիրակի օր, այստեղ շարժ չկա, մեռած վիճակ։ Միջին շարժ, երկրորդ օրը բարձր շարժ, երրորդ օրը բարձր շարժ ու չեն կարողացել միևնույն ժամանակ ջարդել այս մակարդակը։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ այստեղ լուրջ լիմիտ օրդերներ է դրած ու չեն կարողանում long խաղացողները ջարդեն, չեն կարողանում։ Այսինքն մակարդակը M-ան մեկ էլ RSI-ն ու volume-ը, եթե համատեղենք իրար, տեսնենք թողում է երրորդ բանը ավելացնել ինդիկատորը։ Հա, թողեց։ Էսի օրականն է։ Նայեք, այստեղ Bitcoin-ի վրա M-ան ցույց է տալիս, որ կոնկրետ այստեղ ինքը գտնվում է վերևի վրա, այսինքն պետք է գնել։ Հիմա նայեք ինչ է կատարվում այստեղ, պետք է գնել։ RSI-ը ցույց է տալիս, որ դեռ դիվերգենցիա չկա, բայց volume-ը ցույց է տալիս, որ այստեղ ինչ որ մի բան է կատարվում, հասկացաք Ժորժ ջան, այսինքն նայեք, դուք կարող եք MI-ը որպես հիմք վերցնել long անելու համար, կարող եք RSI հիմք վերցնել long անելու համար, որ այստեղ դիվերգենցիա չկա, բայց volume-ը ձեզ հուշել է, որ չի կարելի, պետք է սպասել մի քիչ, որտեղ ինքը հնարավոր է չջարդի, հնարավոր է իջնի։ Ու երբ որ դուք արդեն կասկածում եք, ավելի ճիշտ է ձեզ խորտ ընդհանրապես գործակ չբացեք, եթե կասկածում եք, գործակ մի բացեք։ Երբ գործակ չբացեք, ավելի լավ է չունենաք գործակ, քան ունենաք ստոպով, հասկացաք։ Ու նայեք, ձեր ստոպը կբռներ, ու արդեն MI-ից էլ ներքև կիջներ։ Հասկացաք ինչի մեջ է ֆիշկին։ Ինդիկատորները օգտագործել մակարդակների հետ, օգտագործել ձեր ստրատեգիաների հետ, ու այդ ժամանակ դուք կստանաք ռեալ իրոք լուրջ trade։ Կարելի ասել առանց կորուստների։ Ճիշտ կներեք սխալ ասացի, մինիմալ կորուստներով։ Հիմա ջնջում ենք այս բոլոր ինդիկատորները, միացնում ենք սեսիան։ Դա գեղ պատկեր է, համաձայն եմ։ Սեսիան local trade-ի համար է։ Հիմա նասրոկիկով փոխենք։ Նյու Յորք, Լոնդոն, Տոկիո, Սիդնեի ձեզ պետք չի քնած լինելու, Տոկիոյի ժամանակ էլ արթնանում ենք։ Զայդքիս էլ նստում է։ Հիմա ինչ ունենք այստեղ։ Պարտադիր trade անելուց բացում եք սեսիաները։ Շատ կարևոր է։ Հավանաբար ձեզնից շատերը trade են անում, ասում են, օրինակ, չգիտեմ խոսքի, այստեղ պոզիցիա եմ բացել, առավոտը ժամը 7-ին, ինչի շարժ չկա, որտեղ դու գտնում ես Տոկիոյի սեսիայի մեջ, իսկ Տոկիոյի սեսիան այդքան էլ վոլատիլ սեսիա չէ, այսինքն ինչ որ լուրջ շարժ չի լինում, լուրջ շարժ լինում է Եվրոպայում, Լոնդոնում ու Նյու Յորքում, տեսակ։ Սա նրա համար է, որպեսզի դուք ժամերը չնայեք ու հիշեք հիմա Նյու Յորքի բացումն է, թե Եվրոպայի։ Պատկերացրեք, այսինքն հիմա դուք պետք է նայեք, ասեք, հա, ժամը 5-ն է, Նյու Յորքը 5-ին էր բացում, թե 6-ին, որպեսզի ասենք այդքանը չհիշեք, չծանրաբեռնեք, միացնում եք ու ինքը ցույց է տալիս։ Ինչ սեսիա է հիմա։ Հիմա նայեք Նյու Յորքի մեջ ինչ շարժ ա եղել, Լոնդոնի մեջ ու Տոկիոյի մեջ։ Ես հիմնականում օգտագործում եմ Տոկիոն, որպեսզի հասկանամ ինչ լիկվիդայնություն է առաջացել։ Լիկվիդացիան էսա։ Մի րոպե։ Ասի մեծի խանգարում։ Էսա լիկվիդացիա,
ու էսա լիկվիդացիա։ Հիմա ուզում եմ հասկանամ, որն է ջարդելու։ Նայեք, Լոնդոնը գալիս է վերցնում է, բարձրանում է վերև, խաբելով ձեզ, որ հիմա ինքը ձգտում է վերև ելնի։ Շատերը այս ռեյնջի մեջ սխալվում են ու գործարք են բացում։ Ինչի հիման վրա, այս սրա հիման վրա, օրինակ, չէ, ներեք, էսի աշխատեց։ Շատերը հնարավոր է գործարքը մակարդակը, օրինակ, չգիտեմ, այստեղից են դրել ու մտածում են, որ եկավ, վերցրեց, բարձրացավ, այստեղ կարելի է լոնգ գործարք բացել, չէ։ Ես հիմնականը նշում եմ այստեղ, այսինքն էսի լիկվիդացիա ու էսի լիկվիդացիա ու սպասում եմ տնամ, որ մեկն է վերցնելու։ Եկավ, վերցրեց, բարձրացավ վերև, բայց դեռ ուժ չունի հասնելու սրան, իջնում է ներքև։ Իջավ, այստեղ ես գործարք չեմ բացում։ Ես կբացեի, ասենք 5 րոպե անցի, ջարդեց։ Ես գործարք կբացեի այստեղ, հաջորդ մոմի կապնելու ժամանակ, այստեղ։ Հիմա նայեք, ոչ մեկին չխաբենք, դուք իմ գործարքները տեսել եք։ Ես ուրիշների պես չի ասի, ես կսպասեմ ձևավորվի այս մոմը կմտնեմ այստեղ։ Չէ, դուք դեռ չգիտեք այս մոմը սենց է ձևավորվում, թե ոչ։ Երկրորդը ջարդելուն պես բացում եք այստեղ պոզիցիա։ Ստոպը նշում եք այստեղ, պրոֆիտն էլ մինիմում 1-3-ի, մինիմում։ 1-2-ի, 2.5-ի ես վերցնում եմ շատ, ասենք, հազվագյուտ ժամանակ, երբ որ ուրիշ շարժ չի լինում, այսինքն այդ օրը պետք է ինչ-որ trade անեմ, որպեսզի իմ ստատիստիկաս ուղղվի։ Ստատիստիկաս գտնում եմ վատ վիճակում, պետք է ուղղեմ, ինձ շուտ մի հատ trade ապի, չեմ վերցնում 1-1-ի, 1-2, 2.5-ի, բայց մինիմում 3-ի եմ վերցնում։ Հասկացաք։ Ու նայեք, որ աշխատում այդ տարբերակը։ Սա մի վերցրեք որպես ստրատեգիա, որպես չգիտեմ խորհուրդ կամ կարող եք նույնիսկ ստրատեգիա։ Ես ուզում եի բացատրեի ինչ է իրենց ներկայացնում սեսիան։ Ես մտնում եմ Լոնդոնի ժամանակ կամ Նյու Յորքի ժամանակ։ Լոնդոնի ժամանակ չմտա, մտնում եմ Նյու Յորքի ժամանակ, օրինակ։ Նշեցի այս զոնան։ Հիմա եթե Լոնդոնը գար, այսենց իջներ, մնար այստեղ, այսենց շարժաներ, ես ոչ միտեղ պոզիցիա չէի բացել։ Սա կայանում է նրանում, որ ասում են ինչ ստրատեգիա ունես, ինչ ստրատեգիա պետք չի ջան, պետք չի ինչ որ անկապ բառեր մտցնել ձեր ուղեղը, ստրատեգիա, ալգորիթմ, չեկլիստ, բան, ես դրա մասին դուք խոսա։ Ուղղակի դուք պետք է հասկանաք շուկան։ Եթե շուկան չի շարժվում, դուք չեք մտնում։ Եթե շուկան շարժվում է ըստ ձեր գծածի, որ եթե ստեղ ջարդի, ես մտնում եմ օրինակ այս երկրորդից, մտեք։ Եթե ստոպել պետք է բռնեք։ Բայց դա նշանակում է, որ դուք շարժվել եք ըստ ձեր գաղափարի։ Եթե ձեր գաղափարը կայանում է նրանում, որ պետք է վերևինը ջարդի, իջնի ներքև, այստեղ մտեք, ջարդելուն պես մտեք։ Այսքանը այս ինդիկատորների բաղով հուսով եմ ձեզ դուր եկավ այս տեսանյութը։ Կարող եք մեկնաբանությունում գրել, թե ինչի մասին կուզենաք, որպեսզի խոսանք մյուս տեսանյութի մեջ, մյուս դասընթացի մեջ։ Առայժմ այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, դիտելու համար, կխնդրեմ որպեսզի լինեք ակտիվ ու մեկնաբանություններ թողեք։ Հաջողություն։